Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ Ինչպես հասկացա, տեղական ինքնակառավարումից վերցնում եք հուշարձանների պահպանության ճարտարապետական ԱՊԶ կոչված եւ շինթույլտվություն տված եզրույթը, չխոսեցինք նաեւ վերջնական ավարտական ակտի, դրանց փոխանցման կարգի մասին, եւ ինչպես եք պատկերացնում ԿԳՄՍ նախարարությունը պետք է ճարտարապետական առաջադրանք առանց տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելու։ Նախկինում եւս եղել է այդ գործառույթը, կարգավորված եղել Ադուք պահպանողների հետ կապված պարտադիր լիազոր մարմին այդ թվում ԿԳՄՍ-ը համաձայնեցնում էր։ Հիմա ի՞նչն եք փոխում, ես չեմ հասկանում ձեր բերված նախագծով։ Գործառույթը վերցնում եք կայացած կառույցից, փոխանցում եք նոր կառույցի, որը այդ գործառույթից տեղյակ չի, բացարձակ։ Նախկինում լավ կարգավորում էր եւ այդ հատուկ նշանակության օբյեկտները, այդ թվում պատմամշակութային հուշարձանների տեղափոխման, վերակառուցման, ապա մոնտաժման, արդիականացման հետ կապված պարտադիր լիազոր մարմինների եզրակացություն ուղարկում էին փորձաքննություն ստանում էր, լիցենզիան դաբրոն ստանում էր, նոր գալիս էր դառնում էր փաստաթղթերի փաթեթ։ Շնորհակալություն։ Պարոն Ղազարյան, ես իմ խոսքում նշեցի, որ ըստ էության գործառույթները չի փոխվում եւ հուշարձանների իմ նշված հուշարձանների օտարման ոչ ենթակա թույլտվությունը միշտ տվել է լիազոր մարմինը եւ հիմա գործող օրենքով նույնպես տալիս է եւ միշտ դա տրվել է լիազոր մարմնի կողմից։ Ուղղակի քանի որ թիմ օրենքում էլ կա որ շինարարության թույլտվությունները տալիս իրան քաղաքաշինությունները, մենք կոնկրետացրել ենք դեպքերը եւ խոսքը գնում է այդ հատուկ կառավարության ցանկին օտարման ոչ ենթակա օրինակ Գառնի տաճարին, որի շինթույլտվությունները հիմա ավելի հստակ գրված է, որ տալիս ենք մենք, քանի որ իր մասնագիտական ներուժը ավելի շատ լիազոր մարմնում է, քան տեղական ինքնակառավարման մարմիններում եւ նպատակահարմար են գտնում, որ դա հստակեցվի իրենց եւ մեր օրենքներում։ Արձագանք։ Այսինքն դուք մեծ հաշվով ձեր խոսքից հասկացա ոչինչ չեք փոխում։ Ինչն է խնդիր առաջացել, որ բերել եք փոփոխություն եք անում։ Այսինքն նորից եմ կրկնում, եթե նախկինում պատմամշակութային արժեքները հաշվառված էր, գրանցված էր, ունեին սեփականության վկայականներ եւ ըստ ոլորտային ստանդարտության որոշակի կարգավիճակ ունեին իրենց հիմնարկներին կցված։ Հիմա եթե նույն թույլտվությունը մեկը պետք է տեղական ինքնակառավարման մարմինը տա եւ հսկողությունը ինքը իրականացնի։ Ինքը պետք է քաղաքաշինական հսկողությունը ինքը իրականացնի, որտեղ թիմի մասին հստակ գրված է եւ համայնքի ղեկավարի մնացած լիազորությունները գրված է քաղաքաշինական ոլորտում ինչ գործառույթներ պետք է իրականացվի։ Հիմնադիրը դուք եք, ձեր հաշվեկը շռում է գտնվում, դուք պատշաճ հսկողություն իրականացրեք, կայացած համակարգը խեք ուզում քանդեք, նորը բերեք չիմանալով որ տակը ինչ կա դրած։ Հարգելի պարոն Ղազարյան, ինչպես նշեցիք, այո, բան չի փոխում, հստակեցվում է, որտեղ մեր օրենքով հուշարձանների մասին հիմա էլ է գրված, որ տալիս է լիազոր մարմինը, իսկ իրանց օրենքով թիմերի գրված է եւ քաղաքաշինության, որ տալիս են իրենք, բայց ձևակերպումների մեջ խնդիրներ կա, դրա համար մենք աշխատել ենք մեր գործընկերների հետ եւ հստակ ձևակերպումները ուղղել ենք եւ այսուհետ հստակ գրված է, որ ուրեմն օտարման ոչ ենթակա ցանկում գտնվողները տալիս ենք մենք, այսինքն ԿԳՄՍ նախարարությունը։ Շնորհակալություն։